Թամզարա Հայրականության մեջ ամենասիրված եւ կարելի ասել ամենատարածված պարատեսակներից, ավելի ճիշտ կլինի ասել պարերքերից մեկը, որը լայն տարածում է ունեցել հատկապես Արևմտյան Հայաստանում։ Թամզարա պարատեսակի տարբերակները մի քանիսն են, որոնք կարելի է տարանջատել ըստ տարատեսակների։ Առաջինը Սասուն, երկրորդը Արոնում տարածված տարատեսակներն են։ Առաջինը ձեռքերը բռնում են ուսերից եւ քանի որ մեղեդին 9/8 տաղաչափությամբ է, ապա աջ քայլը կատարելով դեպի աջ, ձախը միանում է, աջը նորից քայլում է եւ կրկնակի հարված, որը ընկնում է կիսատակտի վրա, որից հետո ձախ ոտքի վրա ճոճվում ենք, աջը կտրելով ապա աջի վրա, նորից ձախի վրա եւ կրկնակի հարված աջ ոտքով։ Եվ յուրաքանչյուր քայլի վրա կատարվում է մեկ ցնկածալ։ Առաջի տարբերակը Համլելե համզարա, թամզարա հայ թամզարա, Համլելե համզարա, թամզարա հայ թամզարա։ Թամզարա անունը առաջացել է գյուղաքաղաքից, որը կրում է ենթադրաբար Թովմա Արծրունու անունը։ Այսպես ասում են, որ առաջացել է այս առաջին հարսանեկան պարերքի տարբերակը։ Մենք գիտենք, որ հայ ավանդական երաժշտության մեջ ամենաբնորոշ ժանրերից է հենց պարերքը, որովհետև գեղջուկները չեն ունեցել գործիքների պայմաններ, կամ նվագել են շվի կամ այլ գործիքներ, բայց հիմնականում երգել են եւ դա եղել նրանց նվագակցությունը, այսպես ասենք։ Երկրորդ տարբերակ արդեն բռնում են ձեռքերը բարև բռնած, դաստակները ուսերի բարձրության, բայց մի փոքր ավելի լայն, քան մեր ուսերն են, մեր ուսերի կտրվածքն է, եւ առաջի քայլերը գրեթե նույնությամբ կրկնվում են, սակայն մի փոքր անկյունագծով գնում են առաջ եւ ձեռքերը համապատասխանում են նաեւ մարմնի շարժումներին։ Աջ տեղաշարժի ժամանակ ձեռքերը թեքվում են դեպի աջ, տեղում քայլի ժամանակ, կցորդ քայլի ժամանակ ձեռքերը գալիս են ելման դրություն, ապա նորից տեղաշարժ ձեռքերը դեպի աջ եւ կրկնակի հարված ձախ ոտքով։ Դրանից հետո պիտի ոտքերը կատարեն պտուտաձև շարժումներ, որի ընթացքում մարմինը նորից վերադառնում է իր ելման գծին։ Աջ ոտքով պտույտ դեպի հետ, ձախ ոտքով պտույտ դեպի հետ, նորից աջ ոտքով պտույտ դեպի հետ, որից հետո աջ ոտքով երկու հարված եւ ընդհանուր առմամբ ստացվում է այսպիսի պատկեր։ Համլելե համզարա, թամզարա հայ թամզարա, Համլելե համզարա, թամզարա հայ թամզարա։ Ամենակարևոր առանձնահատկությունը հավանաբար նրա ռիթմն է, որովհետև քառակուսի ռիթմ չունի։ 9/8 կամ 9 քառորդ, սա ինչ է նշանակում, 9 արդեն ենթադրում է, որ հավասար բաժանում կարող է չունենալ, երբ որ 9 մենք կարող ենք 3 հավասար մասի բաժանել, բայց սա թամզարայի պարագան չէ, 9 բաժանվում է 5 եւ 4-ի, կամ 4 եւ 5-ի, ավելի հաճախ 4 եւ 5-ի։ Երրորդ տարբերակը, որ գրառել ենք կարինցիներից, քայլերը ավելի շատ են եւ ավելի բարդ։ Առաջի շարժումները նույնպես նույնն էին, ձեռքերը կրկին բարև բռնած, ինչպես երկրորդ տարբերակում,
բայց աճ գնալուց հետո, երբ ձախ ոտքը հարվածում էր, ամեն անգամ հարվածող ոտքը սկսում էր հաջորդ բարային կտորը ինքը կատարել։ Ձախ ոտքը, որը հարվածում էր, քայլում է դեպի առաջ, աճը առաջ, ձախ առաջ եւ կրկնակի հարված արդեն ձախ ոտքից փոքր-ինչ առաջ տրված, որից հետո աճ ոտքով քայլ դեպի հետ վերև բարձրանալով, ապա ձախով կքանի ստանելով եւ արդեն աճ ոտքով կրկնակի հարված։ Ստացվում է այսպիսի հերթականությամբ։ Համլելե համզարա, թամզարա հայ թամզարա, համլելե համզարա, թամզարա հայ թամզարա, համլելե համզարա, թամզարա հայ թամզարա։ Առաջին եւ երրորդ տարբերակներում կարելի է նաեւ փոքր-ինչ իմպրովիզ շարժումներ անել, որոնք կստանան այսպիսի տեսք։ Համլելե համզարա, ճոճվեցինք եւ կրկնակի հարվածի փոխարեն ձախ ոտքով քայլ թռիչք եւ հարված։ Համլելե համզարա, թամզարա հայ թամզարա, համլելե համզարա, թամզարա հայ թամզարա։ Բարերքային տարբերակի կիրառումը հարսանեկան եւ կատակ երգերում եւ սիրո թեմաներում մինչեւ այսօր էլ պահպանված է եւ հուսանք, որ դեռ շատ տարբերակներ կկարողանանք ներկայացնել հետագայում հայ հանդիսատեսի դատին։